Ացել եք ինչպես կարելի է 64 վանդականոց տախտակով մի ամբողջ սերնդի մտածողությունը փոխել։ Դե այսօր հենց դրա մասին ենք խոսելու։ Սա Հայաստանի մեծ համարձակ փորձի պատմությունն է շախմատը բոլորի համար դպրոցում պարտադիր դարձնելու մասին։ Ու միանգամից ասեմ, սա պատմություն է ոչ թե ուղղակի խաղի, այլ մտածելակերպի մասին։ Ամեն ինչ սկսվեց մի քայլից, որը շատ նման էր շախմատային գամբիտի, երբ դու մի բան զոհաբերում ես ավելի մեծ առավելություն ստանալու համար։ Իսկ այս դեպքում նպատակը ոչ ավել, ոչ պակաս ազգի ապագան էր։ Հիշեք այս թիվը 2011 թվականը։ Հենց այդ տարի Հայաստանը դարձավ աշխարհում առաջին, լսում եք, առաջին երկիրը, որը շախմատը դարձրեց պարտադիր առարկա իր բոլոր հանրակրթական դպրոցներում։ Սա իսկապես աննախադեպ մի բան էր։ Իհարկե, այս որոշումը հենց այնպես օդից չիջավ։ Դրա տակ տասնամյակների շախմատային փառահեղ պատմություն կար։ Սկսած երկաթե Տիգրան Պետրոսյանի լեգենդար չեմպիոնությունից մինչև մեր օրերի անհավանական օլիմպիական հաղթանակները։ Շախմատը Հայաստանում միշտ էլ ավելին է եղել, քան խաղ, այն ազգային հպարտության խորհրդանիշ էր։ Ու հենց այս հարուստ ժառանգության վրա էլ ծնվեց նոր տեսլականը։ Գրոսմայստեր Սմբատ Լպությանը, որ այս ծրագրի հիմնական շարժիչ ուժերից էր, շատ դիպուկ ձևակերպեց գլխավոր գաղափարը։ Տեսեք, նպատակը նոր չեմպիոններ պատրաստելը չէր, այլ երկրի ապագան կերտելը։ Օ, հենց սա է ամբողջ ծրագրի բանալին։ Պետք է հասկանանք, խոսքը ոչ թե խաղ սովորեցնելու, այլ հատուկ մտածելակերպ ձևավորելու մասին է։ Լավ, իսկ ինչ էին ուզում իրականում զարգացնել երեխաների մեջ։ Նայեք այս կետերին։ Սա ուղղակի ցուցակ չէ։ Խոսքը գնում է տրամաբանության, ստեղծագործ մտքի, ինքնակազմակերպման, նույնիսկ հուզական կայունության մասին։ Շախմատը դիտարկվում էր որպես գործիք, որը սովորեցնում է որոշումներ կայացնել, պատասխանատվություն վերցնել քո քայլերի համար ու նույնիսկ արժանապատվորեն պարտվել։ Այս ամենը միասին ապագա գիտակից քաղաքացի ձևավորելու համար։ Հիմա մի շատ հետաքրքիր բան։ Ծրագրի հոգեբանական հիմքում ընկած է այն, որ շախմատը միաժամանակ մարզում է մտքի երկու կարևոր տեսակ։ Մի կողմից կոնվերգենտ մտածողությունը, երբ դու պետք է հաշվարկես ու գտնես այն միակ լավագույն քայլը։ Մյուս կողմից դիվերգենտ մտածողությունը, երբ դու փնտրում ես բազմաթիվ տարբերակներ, գնահատում դրանք, ստեղծում նոր գաղափարներ։ Այս երկուսի համադրությունն էլ ծնում է ճկուն, ուժեղ միտք։ Դե լավ, գաղափարը հրաշալի է, բայց ինչպես են այս ամենը իրականացրել։ Սա պատկերացրեք հսկայական կազմակերպչական աշխատանք է պահանջել։ Որպես ուղղակի մասշտաբները պատկերացնեք, շուրջ 1600 դպրոց, ամբողջ երկրով մեկ։ Բոլոր դպրոցները պետք է ապահովվեին շախմատի տախտակներով, խաղաքարերով, գրքերով, ամեն ինչով։ Եվ սա թերևս ծրագրի ամենամեծ մարտահրավերներից մեկն էր։ Ու այս ամենը, գիտեք, քաոսային չի արվել։ Գործընթացը շատ համակարգված էր, քայլ առ քայլ։ Ամեն ինչ սկսվել է կառավարության աջակցությունից, հետո արդեն փորձագիտական խմբերը մշակել են բովանդակությունը, ստեղծվել են դասագրքեր, սկսվել է ուսուցիչների զանգվածային վերապատրաստումը ու վերջում ստեղծվել են հետազոտական կենտրոններ, որոնք մինչև հիմա էլ աշխատում են ծրագիրը բարելավելու վրա։ Սա ցույց է տալիս, որ սա երկարաժամկետ ռազմավարություն էր։ Դե ինչ, անցել է արդեն 1 տասնամյակից ավելի։ Ինչ տվեց այս մեծ փորձը։ Արդյոք արդարացրեց իրեն։ Եկեք նայենք, թե ինչ են ասում հետազոտությունները։ Այստեղ պետք է անկեղծ լինենք, պատկերը միանշանակ չէ։ Հայաստանում արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագիրը հստակ դրական ազդեցություն է ունեցել երեխաների հիշողության, ուշադրության, ստեղծագործական մտքի վրա։ Բայց միևնույն ժամանակ միջազգային գիտական շրջանակներում դեռ բանավեճ կա։ Արդյոք շախմատի հմտությունները ուղիղ փոխանցվում են այլ առարկաների, օրինակ մաթեմատիկայի վրա։ Բայց գուցե ամենակարևորը թվերով չի չափվում, չէ՞։ Ծրագրի ջատագովները պնդում են, որ իրական հաջողությունը շատ ավելի խորքային է։ Դա կյանքի համար կարևոր արժեքներ սովորեցնելն է։ Երբ երեխան փոքրուց սովորում է խաղալ կանոններով, հարգել մրցակցին, ինքնուրույն որոշումներ կայացնել եւ արժանապատվորեն ընդունել թե հաղթանակը, թե պարտությունը, դա արդեն իսկ հսկայական ձեռքբերում է։ Լավ, այսքանը անցյալի ու ներկայի մասին, բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Որն է լինելու հաջորդ քայլը։ Եկեք տեսնենք, թե ինչ ուղղություններով է շարժվում ծրագիրը հիմա եւ որոնք են զարգացման հիմնական ուղիները։
Ուրեմն զարգացման ուղիները բավականին հստակ են։ Առաջին հերթին անընդհատ բարձրացնել ուսուցիչների որակը, ինչի համար պատկերացրեք արդեն համալսարանում բակալավրի ծրագիր կա։ Երկրորդ, այս հայկական փորձը, այս նոու-հաուն թվայնացնել ու հեռավար ուսուցման միջոցով արտահանել աշխարհով մեկ։ Եվ իհարկե անընդհատ բարձրացնել հանրության իրազեկվածությունը, որ բոլորը հասկանան, սա սպորտի մասին չէ, սա կրթության մասին է։ Եվ վերջում, եկեք այս ամենը ամփոփենք կրկին Սմբատ Լպուտյանի խոսքերով։ Հայաստանի շախմատային գամբիտը երկարաժամկետ խաղ է, սա ներդրում է ապագայի մեջ, իսկ թե որքանով են կարդարացնի իրեն, ցույց կտա միայն ժամանակը, երբ դպրոցական շախմատի առաջին սերունդը կսկսի կատարել իր քայլերը մեծ կյանքում։ Շնորհակալություն ուշադրության համար։